Որքան հեշտ կսենք չէ, Երանի ողորմածներուն անոնք ողորմություն պիտի գտնեն, բայց որքան դժվար է այդ ողորմածը դառնալ, այդպես չէ։ Ամեն հայրերին ասում ենք սդախոսներով ես, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եմեք թու մերոց բարդաբանած։ Բայց ամենքը շատ լավ գիտենք, որ որքան դժվար է անիկա ընել։ Եվ գրեթե մեր հավատացյալի ամբողջ կյանքը այս հակասության մեջ է անցնում։ Ըսել հեշտ է, գարթալ հեշտ է, լսել շատ հեշտ է, բայց կործատրել, կործի վերածել, իրականացնել այդ բառերը, ոսկորի եւ մարմինի վերածել շատ դժվար է։ Այս քշեր անոր մասին մի խոսենք, հայտնության քիրքի այն բادگերը, որ հրեշտակը Հովանես Արաքյալին դեսիրքի ցույց կտա եւ այդ դեսիրքին մեջ երկնային իրեն քիրքը գմադուցան է։ Քրված քիրքը գսե որ ար եւ գեր եւ Արաքյալը արնում է եւ ուդում է եւ ասում է որ Փերնիս մեջ մեղրի բեսանուշեր բայց երբ որ գուլ դվեցի ստամոքսս մեջ այրելու սկսավ Աստծո խոսքի իրապես շատ քեյցիկ պատկերներն մեկն է անիկա մենք Աստծո խոսքերը գադարելա կործելու մեջ իրականացնելու մեջ դժվարություն կքաշենք պատճառները մեկը այն է որ Աստված մեզ մե աստվածաբես է կամենում իսկ մենք կսենք որ մենք մարդ ենք իրականության մեջ ինչ որ Աստված մեզնից ուզում է Աստվածային ուժ է պահանջում եւ մենք գիտենք անիկա եւ հետո երբ որ չենք կատարում գսենք որ մենք մարդ ենք ինչ անենք այսինքն մարդ լինելը Աստծո առջև դնգվելու եւ ըսելու համար բավարար է մեզ մե ով դեր մեծ բաներ ես ուզում բայց մենք մարդ ենք չենք կարող կատարում Բայց Սուրբ Գիրքի մեջ Աստված ասում է, որ ես մինչև ծննդաբերության վայրը փերում եմ եւ ծնվելու ուժ չեմ տալիս, չկա այդպիսի բան։ Բայց մեր բادرվագը այն է, որ Աստված մեզնից աստվածային բաներ է ուզում, բայց մենք կարող չենք կատարելու։ Եվ մասամբ շիտակ անիկա, մենք Սուրբ Գիրքին գասկնանք, որ Ինչ որ մարդուն մեջ Աստծո հաճելի բիթ դառնա, նաև պետք է աստվածային լա այդ։ Որովհետև եթե աստվածային չէ այդ բանը, Աստծո հաճելի չէ։ Այսինքն Աստված մեր մեջ դեսնել գուցե ինչ որ իրեն պատկանում է։ Եվ մենք որ Աստծո առջև պիտի ներկայանանք, ոչ թե մեր մարդկայինով պիտի ներկայանանք, այլ աստվածայինով պիտի ներկայանանք։ Ուրեմն Մեջան ինչպես պիտի ելնենք այս հանելուգի, թե Աստված մեզ մեգուսը աստվածային կործեր, և թե մենք մարդ ենք, բայց պետք է մի տեսակ Աստված կողցք ենք մենք աստվածապես, որովհետև ինչև որ այդ չի գիրականանար, մենք կհասկնանք, որ մի բան միշտ բագաս է։ 5 դագարանի մեծակույն խնդիրներն մեկը այն էր, որ Աստված օրենք տված էր հրեաներին, բայց այդ օրենքը կատարելապես փռնող մեկը չեղավ, մինչև դեր Հիսուս Քրիստոսը, նույնիսկ մարգարեները, մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, որ այդ օրենքը կատարելապես ոչ ոք իրականացուց։ Այդպիսի մի կատակ կա, աշխարհի վերջավորությունը եկել է, Եվ հրյա ժողովուրդը հարություն արել է, Մովսեսը գերտա եւ ժողովուրդին գսե որ հիմա օրենքը պիտի համրեմ,
որ այդ օրենքը որ ով որ չէ գիրարած ինքնին վար պիտի գցե գկարտա պիտի չկոանաս հրյաներուն 3/4 վար գցեն արդեն նրանք հետո գսե պիտի չշնանաս գրգին գտապվին վար հետո գսե ասուզո անունը բարապտը պիտի չարնես հետո դասնապանյեն անտեն 168 օրենքներ գային այդ օրենքները համրում է եւ ի վերջո Մովսեսը գմնա միայն հետո հրեշտակ մը գմոդենա Մովսեսին գսե որ խուլիբես մի վարվիր գսե թունար լսեցիր օրենք ուրեմն նման մի քապար շատ հզոր գերբով մենք տեսնում ենք Պողոս Սարակյալը Հռոմեացված նամակին մեջ զարգացնում է 7-րդ գլխում եւ հոնդե սա հարցը մեջտեղ գտնե գսե որ ես բարին գիտեմ միտքով ինչ է հաճելին Աստուծո Փերանովս կսեմ այդ բայց գերտամ գնեմ այն բանը որ վատ է այն բանը որ սելեմ որ չար է այն բանը որ խոստովանել եմ որ մեղք է գերտամ այդ գնեմ ինձ համար գսա ասիկա զարմանալի մի բան է ինչպես կլա Փարիկը հոնդե գնա բայց չարը կորձել պատրաստ է ինչ պիտի լինի ինչպես պիտի փրկվեմ ես այս վիճակից ինչպես պիտի չհագասիմ ես իմ ասածներուս հետ ինչպես իրապես ես պիտի ասեմ որ այս բարի է եւ պիտի կորցեմ բարին եւ պիտի ասեմ որ այս չարը եւ պիտի չկորցեմ այդ չարը եւ Արաքյալը ինքը կանտրատարնա որ կարող չէ ասի գանելու կարող չէ որովհետեւ այն վարյանին որ ինքը այս բաները գսե իր մեջը մի մեղքի օրենք կա եւ իրեն ստիպում է որ իր խոստովանած չարը գտարը եւ խորշի այդ փարությունից եւ ինքը հարգավ թե այդ վիճակում հարց է բարձրացնում եւ Հռոմեացված 8-րդ գլխում եւ գսե որ ով պիտի փրկե ինձ այս խղճալի վիճակից եւ հետո 8-րդ գլխում ինքը պատասխանում է եթե այդպես է այլևս ոչ մի թադաբարդություն չկա նրանց համար որոնք Քրիստոս Հիսուսի մեջ են որովհետև Հիսուս Քրիստոսով կյանք տվող հոգու օրենքը ինձ փրկեց մեղքի եւ մահվան օրենքից քանզի ինչ որ անհնար է օրենքի համար որ դգարանում էր մարմնի պատճառով Աստված հնարավոր դարձրեց արաքեց իր որդուն մեղանչական մարմնի նմանությամբ եւ մեղքի համար եւ մարմնի մեջ թադաբարդեց մեղքը որբեսի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ մեր որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում այլ ըստ հոգու արդարև նրանք որ ըստ մարմնին են խորհում իսկ նրանք որ ըստ հոգու են հոգունը քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված որովհետև չի հնազանդում Աստծո օրենքին նա ոչ իսկ կարող է նրանք որ մարմնի իշխանության տակ են չեն կարող հաճելի լինել Աստծուն բայց դուք մարմնի իշխանության տակ չեք այլ հոգու եթե Աստծո հոգին բնակված է ձեր մեջ ապա եթե մեկը Քրիստոսի հոգին չունի նա նրան չի պատկանում իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է ապա մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենդանի է արդարության համար եթե ձեր մեջ բնակվում է նրա հոգին
ով հարություն տվեց Հիսուսին մեռելներից, ապա եւ ով հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, կգենթանացնի մեր մահկանոցու մարմինները մեր մեջ բնակող իր հոգով։ Ուրեմն Պողոս առաքյալը սա ասում է. Ես եթե առանցինն մնամ, Աստծո օրենքները, Աստծո փափակը, Աստծո սրբության չափանիշները եւ ես մարդ էակս, կարող չեմ ես այդ չափանիշները լրացնել։ Ճիշտ հակառակը ես իմ մեջս մեղքի օրենքը պատճառով Աստծո անհաջելին ընելու դադարված եմ։ Բայց երբ որ ես քրիստոնյա կդառնամ, Քրիստոսով կմգրդվեմ, Քրիստոսի դեր եւ փրկիչ կընդունեմ, անոր արյունը ինձ մեղքի դադարությունն կփրկե եւ Աստված իր հոգին ուղարկում է իմ մեջս, այլևս ես առանցին չեմ։ Աստված է բնակվում իմ մեջս, հետևաբար ես Աբրահամից, Մովսեսից, Դավիթից ավելի զորավոր գերբով զինված եմ Աստծո կամքը կատարելու համար, որովհետև այլևս ես չէ, բայց իմ մեջս բնակող Սուրբ Հոգին պիտի կատարե Աստծո կամքը։ Թեորիան հասկացաք։ Ասիգա Պողոս առաքյալին ասած դեսությունն է։ Երանի 1.5 միլիարդ մգրդված քրիստոնյայի կյանքին մեջ իրականանար։ Չէ՞։ Ինչ լավ գլար, չէ՞։ Իմ մեջը Սուրբ Հոգին կա եւ միշտ Սուրբ Հոգու կամքը կկատարեմ։ Միտքս մեջ միշտ Սուրբ բաները կան։ Մարմինիս մեջ ինչ որ կբադահի, ես կարող եմ զսպելու։ Անոր համար շատ խորհրդավոր մի խոսք կա Հովաննու առաքելուն առաջին նամակին, կսե որ ան որ Աստուծո մեջ ծնած է, մեղք չի կործն։ Որովհետև այս նույն քահապարի հիման վրա է, որովհետև այլևս անձը առանցին չէ, այլ իր մեջը ինչ կա, Սուրբ Հոգին կա։ Գիտեմ, սերմիտքին մեջ իմաց գծակին հարցումներ, աղվեսները եւ այլն, ուրեմն կհարցնեք, թե ապա ինչ է այս վիճակը, այս տեսությունը, որ այս է ասում, բայց իմ վիճակս այդպես չէ։ Ես մգրդվել եմ, ես Սուրբ Հոգին արել եմ, պետք է առնեմ այդպես չէ, թե արդյոք չեմ արած։ Ուրեմն այս կասկածները պետք է փարադին, պետք է ասեմ սեզի նախորդ, որ դուք Քրիստոսով փրկված եք, մգրդված եք, Սուրբ Հոգինալ արած եք։ Բայց մի քիչ ընդհատենք մեր նյութը, եղավ, մի քիչ պատգերներուն անցնենք։ Սեր աչ սերքը վեր փարսասեք, ամեն մարդ վեր փարսասն է, ամեն մարդ, դեսնեմ, լավ, հիմա վարի չեսեք։ Հիմա այս շարժումը սեզ համար շատ հեշտ էր, չէ, որովհետև կամք ունիք և փարսասնել գուսեք, ծեր ուղեղը մգաններուն հրաման է դալիս և կփարսասնեք։ Ինձի երբեմն բադահում է, վստահեմ ցեզի մի քանի անգամներ բադահած է, քունի մեջ, այդպես, գես արդում վիճակի մեջ, ծեր շունչը գտրուվում է, շարժիլ գուսեք, խոսիլ գուսեք, բայց կարող չեք, ծեր թևը հոն է, թևն հրաման դալ գուսեք, լույսը պանալ, բայց թևը քիչ առաջվան պես ինչուլար, ինչ փոխվեցավ, ծեր կամքը հոն է, ծեր մարմինը հոն է, ծեր հոգին հոն է, ինչ է բադահած։ Եվ գամ ուրիշ մի պատգեր դամ սեզի, եթե մեկը գատված անսուսեր է, ցախ կողմում հարված գերել է, և այլևս ցախ թևը վերցնել գուսա, սկեցեք թևը մատ անգամ չի շարժում։ Մարմինը հոն է, գամքը հոն է, հոգին ալ հոն է,
Եվ այնքան մոտ է իր թևը իրեն, չէ՞։ Իր մարմինին մեջն է, բայց իր խոսքը, իր գամքը չլսում։ Իր գամքը չկարող բարդատրել։ Ուրեմն այս մեզի համար մի պատկեր է, որ որոշ բաները մեզի շատ մոտ են և նաև շատ հեռու են։ Հետևաբար Սուրբ Հոգին կամ մեր մեջի գա, կամ մեր մեջի չգայի հարց չէ որոշ բաները։ Սուրբ Հոգին շատ լավալ մեր մեջի գրնա ըլլալ, մգրդությամբ ստացած, մեզի աստող, մեզի թեպի Աստված քաշող, մեղքի համար մեզ թադաբարդող և մեզի ուժ տվող, բայց անոր հանդերձ դագավի մենք Աստծո գամքը, շիտակ գամքը չգադարողներ ըլլանք։ Թե մեզի շատ մոտ ըլլա, թե մեր մեջը ըլլա և թե կարելի է արդյունաբեր չըլլա։ Եվ գամ մենք հրամանը գադարյալ չտանք։ Երեկ իմ քարոզս մեջ այդ օրինակը դվի։ Այս լամպուշկաները որպես աշխատին պետք է գոջագին արջև անցնիք, չէ։ Միայն մադի մեկ շարժումն է, որ ինչ կլա միացնում է։ Բայց պետք է ընեք այդ շարժումը։ Ուզածնի չափ զորավոր փափակ ունեցեք դուք։ Ուզածնի չափ խոսքերը ըսեքոն, մեծ ծրագիրներ մշակեք, ամենը անօգուտ են, պետք է այդ փոքր շարժումը պետք է ընես և պետք է միացնես էլեկտրականությունը լամպուշկայի հետ։ Հիմա սիրելիներ, Աստծո Հոգին մեր սիրտին մեջ է և մեր սիրտը, մեր սիրտի խորոչները, մեր սիրտի արքայությունը գուզել լուսավորել։ Եվ եկել է, մինչև մեր դունը էլեկտրականությունը եկել է, մեր սիրտի երակներուն մեջ է անիկա, մեր հոգու մեջն է, հաստատվել է անիկա, մենք ստեղծված օրեն սկսյալ ասոր համացայն ստեղծվեցանք, Աստված իր նմանությամբ և պատկերով ստեղծեց մարդը, ասիկա նորություն չէ, ասիկա մեծ բան մնալ չէ մարդուն համար, մարդուն գազմվածքը ասոր համար է, ինչպես որ դուք դուն առնում եք, նոր դուն քնում եք, վճարում եք, գիտեք որ հոն գազը քաշվել է, հոն էլեկտրականությունը գա, հողովակները չրիթրվել են, գիտեք։ Այդպես եք ծախվարնում։ Հետևաբար, երբ որ մարդ արարածը ծնվում է որպես մարդ, արդեն այդ բոլոր կարելիությունները գա մարդուն մեջ։ Բայց մեղքի պատճառով մի տեսակ այդ էլեկտրականությունը գտրված է։ Սիրելիներ, մենք մարմին ունենք, միտք ունենք և հոգի ունենք, և այդ հոգին մարդկային հոգի է, Աստծո հոգին չէ այդ։ Այդ մեր հոգին է և ստեղծված հոգի է։ Բայց այդ ստեղծված հոգին անստեղծված Սուրբ հոգու համար բնակարան ըլլալու համար շինված է։ Այսինքն լամպուշկայի այդ թելը շինված է էլեկտրականության համար, առանց այդ էլեկտրականության ոչ մի իմաստ չունի։ Շիտակ է, որ լամպուշկայի մաս է կազմում, բայց առանց էլեկտրականության անիկա ոչինչ է, ոչ մի գործիա չի ծառայել, մինչև որ էլեկտրականությունը կա։ Հետևաբար մարդու հոգին մեռած է, հոնդե անակտիվ գգենա անկորձունյա, մինչև որ Սուրբ Հոգին կա և թբի մեր հոգին և սկսի մեր հոգին լուսավորվելու։ Քրիստոսի բարերով ասիկա Աստուծո մեջ ծնունդ առնել է, ասիկա վերածնունդն է, ասիկա վերստին ծնունդն է, ասիկա Սուրբ Հոգու ծնունդ է, ուրիշ բարերով ասիկա գրագետ մգրդություն է, այսինքն երբ որ Սուրբ Հոգին գուքա և մեր հոգի մեջ կսկսի ներկործելու։ Սակայն խնդիրը ինչ է, հոնդեի գոչակները կան, մենք պետք է գոխենք, մենք պետք է կործակցենք, Սուրբ Հոգին համար մենք մեր գամեցողությունը պետք է հայտնենք և մեր մարդկային գամքով մասնակցենք Սուրբ Հոգիի
կորցին, որ գադարել գուսե մեր մեջը։ Որքան որ գադարենք, այնքան գլուսավորվենք մենք։ Աստուծո հաճելի գտարնանք, որովհետև այլևս մարդկայինի չէ, որ մեզ դուրս կուկա, այլ աստվածայինը դուրս կուկա։ Եվ անոր համար եկեղեցիներու մեջ մենք սուրբերու նկարները կնկարենք եւ իրենց գլուխներու վերև ինչ կգծենք լուսաբնակ։ Լուսաբսակ կտնենք եւ այդ լուսաբսակը մենք կարծում ենք, որ սուրբին կպատկանի։ Ինչպես որ այս լույսը մենք ընդունում ենք, որ լամպուշկային պատկանում է։ Շիդագ է, լամպուշկային պատկանում է, բայց իրականության մեջ ինքը ներկայացնում է էլեկտրականության փառքը։ Եթե անիկա գդրվի, սեփ մի բանի կվերածվի։ Հետևաբար սուրբերը հաջողած են իրենց սրդի անգյունները, քախնի դեղերը մեկ այդ սուրբ հոգու հետ լուսավորելու, զորացնելու, անոր ջրով մաքրելու, իրենց մեռած ծառերը կենթանացնելու եւ բդղադվելու։ Ուրեմն այդ որքան է Սուրբ Հոգին գախյալ չէ։ Այդ որքան միտլա ինձ մեկ գախյալ է։ Որովհետեւ եթե Սուրբ Հոգին գախյալը լա, Աստված ինձ չի գրնար թադել։ Ես միտլսամ որ ով դեր տուն սա Սուրբին այնքան դվել ես, ինձ այսքան դվել ես։ Աստվածալ բիդի ասե որ չէ, ես քեզի դվել եմ։ Այն բոլոր գիծերը գային քու մեջդ։ Բայց տուն փապակ չայտնեցիր։ Տուն հոգս չրիր։ Քեզ համար քիչը բավարարեր։ Տուն ուզեցիր որ մեռնես եւ տրախտ երթաս։ Քեզ համար Սուրբ Հոգին այնքան պետք էր։ Քեզ համար Սուրբ Հոգին այնքան պետք էր, երբ որ հիվանդաս, քեզ մի քիչ բժիշկ է։ Մի քիչ քեզ լավ դրամատուրգներ դա։ Այնքան ուզեցիր, այնքան արիր։ Սուրբ Հոգին սիրելիներ եկել է մեր մեջն է եւ մեր մեջը քնագում է։ Եթե այդ կորձը չկատարված, քրիստոնյա չենք մենք։ Որովհետեւ Քրիստոսի մահվան իր արյամբ մեր մեղքերը սրբելուն նպատակը այդ է, որբեսի վերստին մարդը Աստծո հետ հաշտեցնե, Աստված վերստին կա մարդուն հոգին մեջ, Սուրբ Հոգիի միջոցով։ Այդ կատարված է քեզ մե, եթե կանոնական մգրտություն ստացել ես, ճուրեն եւ հոգին ծնվել ես։ Ինչպես որ քու ծնունդը չես հիշում, իր ծնունդը հիշողա, քանի որ չեք հիշում, փամը չէիք իմանար, չծնվեցիք դուք։ Երբեմն գսան, չէ, մանուկը ինչ կհասկնա, կմգրդես մանուկը, հետևաբար պետք է սպասենք մանուկը, մեղքերու մեջ տաբալի, հետո ինքը ընդրե, պիտի մգրդվի թե ոչ։ Որոշ եկեղեցիները, աղանդավոր եկեղեցիները այդպես են մտածում։ Բայց մգրդությունը խորհուրդ է։ Ինչպես որ մենք ծնվեցինք, չիմացանք, այդպես ալ 40 տարեկանին ալ մգրդվից տուն, մգրդության բախուն ինչ պիտի լա, պիտի չիմանաս տուն։ Անիկա քու հոգիիդ մեջ կդարվելիք աստվածային մի ակտ է, մի արարք է, որ անոր արդյունքները գրնաս իմանալ, բայց չես գիտեր հովը ուրդեղից կպուչե ուր գերտա։ Հետևաբար, Աստված քու մեջդ աշխատելու սկսած է եւ մգրդությամբ տուն Սուրբ Հոգու դաջարը դարձերես, Քրիստոսի ժառանգագիծը դարձերես եւ Աստծո որդեգրությունը ընդունածես։ Ուրեմն այդ բոլորը իզորու են, որբեսի տուն Աստուծո ցերքին մեջ գավի պես ցևավորվիս, որբեսի քու ներքին մարդը զարկանա Աստվածա հաջող կերպով, բայց միշտ քու կորձակցությամբ։ Բաներ կա, որ միայն Աստված գրնա անել, մենք չենք գրնա անել, բայց բաներ մնալ կա, որ միայն մենք գրնանք անել, Աստված չէ։ Հետևաբար, եթե այս զանազանելու շնորհք չունենք մենք, երբեմն մեկեն մյուսին այդպես կդարվենք,
Որոշ մարդիկ կսպասեն, որ Աստված մի խորհրդավոր ցերկով ամեն ինչ փոխե, մի առավոտ իրենց աչքերը փանան եւ արդեն սրբացած լինին։ Իսկ որոշ մարդիկ մտածում են, որ իրենք պետք է ամեն ինչ կատարեն, ամեն ինչ բոլոր ջիքը թափեն, իրենց մարդկային ուժերով եւ այլն, նախ բարեգործությամբ Աստծո հաճելի ըլլան, անգե հետո Աստված պիտի կա եւ մի բաներ պիտի ունե։ Ասիկա մյուս ծայրահեղությունն է։ Չէ, այլևս մեր կյանքին մեջ ինչ որ պիտի բադահի, մենք պիտի անենք եւ Աստված պիտի անե։ Գործակցությամբ, սիներգիով։ Այսինքն Աստծո հետ պիտի միանանք։ Մեր աստվածացումը այսպես է սկսում։ Ինչպես որ Քրիստոսի մեջ, մենք չենք գնալ զանազանել աստվածայինը եւ մարդկայինը երբեր, ինչ որ անում էր Քրիստոս, որպես մարդ աստված գդարում էր, այդպես ալ հավատացյալը քրիստոնյան, նույնիսկ գլուխը քերվում է, ինչ է անիգա մարդկային հոգին եւ աստվածային հոգին է, միասին է, մեկ բար է անիգա այլևս։ Պետք է մենք այդպես մտածենք, այսինքն Աստված ինձի հետ է անբաժանելի կերպով, եւ ես պետք է անիգա ըսկամ, որովհետեւ Աստված միայն կոհանա իր մեջ ցած ոչ մի բան Աստված չի կոհացնում։ Ասիկ հասկացաք ինչ եմ ասում։ Չեք հասկանում, չէ՞։ Ուրեմն հիմա դուք հայելին նայում եք, չէ՞։ Գսեք որ լավ եմ ես, ահավոր եմ։ Եվ կամալ գսեք որ լավ չեմ ես։ Քիթս մի քիչ փոքրլար ավելի լավ դիլլայի։ Հասակս մի քիչ ավելի մեծլար շատ ավելի լավ դիլլայի, բայց այսպես ալ ես վատ չեմ։ Հիմա Աստված ալ ինչ որ նայում է, ուր որ ինքսին չէ տեսնում, անիգա Աստծո հաճելի չէ։ Աստված ստեղծագործեր, չէ՞։ Ամեն ստեղծագործությունն հետո ինչ սավ։ Բարի է սավ։ Ինչու համար սավ։ Որովհետև ինքը արավ, չէ՞։ Որովհետև ինքը գենում է անոնց մեջը։ Աստված ամեն դեր է, այդպես չէ՞։ Այսինքն, երբ որ Աստված նայում է այդ առանց մեղքի ստեղծագործության եւ հավանում է, որովհետեւ ինքը հոն է։ Մեղավորը չի հավնում, սիրում է, բայց չի հավնում որպես մեղավոր։ Ինչ կուզե մաքրվի այդ մեղքից եւ իր հոգին անոր մեջը ըլլա եւ լամպուշկայի պես իր լույսը դա այն ադենգսը որ այո, լավ է, բարի է։ Հետևաբար ուր որ Աստծո հոգին չգա, հագարագություն գա, ուր որ հագարագություն գա, անիգա սատանայի հոգին է։ Սատանապարը ինտիմատիրսել է, գոդոշներ ունեցող արարած չէ։ Ինչ որ ինտիմանում է աստվածային գամքին, ինտիմատիր է, հագարագող է, հագասական հոգի է։ Հետևաբար անիգա մենք ավետարանի լեզվով սատանա գոչում ենք, հիշեցեք։ Դեր Հիսուս Պետրոս Արաքյալին ինչ ասավ, երբ որ գարարգեր իր խաչելության, երես քնա սատանա ասավ, թուն մարդկային բաներ ցես մտածում եւ Աստծո թեմ ես դու։ Ինչու, որովհետեւ այդ վարյանին Պետրոս Արաքյալը չեր գիտեր, բայց կթիմանար Աստծո ծրագիրներուն։ Մարդու պես կմտածեր։ Իր մեջը այդ լույսը չեր կորցում Աստվածային, մարդկայինը կորցում էր։ Հետևաբար Հիսուս քո չմնաց իր դեսած Պետրոսեն։ Բայց անգե մեկ շաբաթ առաջ հարցուցած էր, ասած էր որ ես ով եմ, ինչ ասում է ժողովուրդը, Շտե մեկը ասում է որ մարգարե գսեն, մեկը Հովանես Մգրտիչ որ հարություն արա, մեկը սա է եւ այլն, հետո թարնում է, աբա դուք ինչ եք ասում։ Պետրոս ինչ գսե, Թուն ես Քրիստոսը, Աստուծո որդին։ Հիսուս նայում է Պետրոսին, գսե որ այս մարդ չէ ըսողը։ Սուրբ հոգին է,
Այսինքն հոնդե Պետրոսը առանց իմանալու ընթացք տված է Սուրբ Հոգին եւ այդ մարդ էագին մեջը դուրս ելլողը ինչ եղած է Սուրբ Հոգին Աստծո գամքը հետևաբար Պետրոսը առանց ուզելու երբեմն Սուրբ Հոգու գտրսևոր է առանց ուզելու ինտիմատիրը գտրսևոր է մենք անում ենք ուրեմն մարդը այդ ազատությունը ունի հետևաբար պետք է սիրելիներ մենք սորվին ճամփաները որպես մեր մեջ գտնվող Սուրբ Հոգուն հետ կորձակցենք մեզ դուրս ելլողը մեր աչքերից մեր խոսքերից մեր սերքերից մեր գլխից ելլողը Սուրբ Հոգի բդուղը Սուրբ Հոգու աստեցությունը լա ասիկա ունելը թյուրին չէ Պետրոս Արաքյալը ուզեց Քրիստոսին բարի կնել սավ ինչպես թուն գմերնես Մեսիան ինչպես գմերնե Մեսիան պետք է թակավոր լա Պիտի չլա այսպիսի բամը ես չեմ արտոներ որ թուն մերնես գկարծեր որ բարին գնա բայց Սուրբ Հոգին չէ Գերտաս Հուսած եկեցին, խաչիտ կհանես, մոմուտ կվարես, ամփոչ պատարակին հոն ներգայես, և հետո գերտաս հաղորդություն արնելու, հոնդե քահանան գսե, որ թուն հերեդու գոս ես։ Թուն չես կրնար հաղորդվել, որպես հայ արաքելական եկեցին։ Թուք մոնոֆիզիստ հերեդու գոսներ եք։ Այս ինտիմատիրի հոգին է։ Քրիստոսի սիրո հոգին չէ Սուրբ Հոգին չներկայացնում Եկեղեցին Քրիստոսի մարմինն է Պետրոս Արաքյալի պես բայց մեր եկեղեցին միշտ Սուրբ Հոգին չէ դրսևորում երբեմն ինտիմատիրի հոգին է անհանդուրժողություն սիրո բագասը ադելությունը ներքին բարակտումները եւ գրիվները տրամասիրությունը Բոլորը որ Սուրբ Հոգու գործը չէ, այլ մարմինից կուքա, մենք այդ ենք դրսևորում։ Այն ադենք անցնենք մենք, ոչ թե Սուրբ Հոգի գոհումը, այլ ինտիմատիրի գոհումը։ Եվ պետք է շատ ուշադրել ուլանք ասոր։ Անորամար օրմոդեր Հիսուս աշակերտներու այդ մտավ քյումը, սկսած խոսելու, քյուղացիները հայհոյեցին, վրընդեցին և Հիսուս քուլխուծրած կհերանար աշակերտները պարգացանսին, որ դեր եղիայի պես երկինքեն գրակ իչեցնենք ասոնց վրա, այրենք բոլորը։ Եվ Հիսուսա, որ թուք ինչ հոգի եք, այս ինչ հոգի է։ Ես չեմ եկած մարդոց գործանելու համար, այլ պրգելու համար եկել։ Այդ պրգության հոգի է իրավես, որ թուք դրսևորեք։ Թերևս այսօր գմերժեն, մեկ տարի հետո պիտի ընդունին, բայց դուք այրել եք արդեն չեք կրնար գտնել այդ քյուղը և մարդիկը հոն, արդեն դուք այրել եք, ասված որ այսքան համբերադար է, դուք ինչու չեք, դուք ինչու Աստծո համբերությունը այդ հոգին դուրս չեք դրսևորում, հետևաբար այն հոգին, որ սիրելիներ մեր մեջն է, պետք է շատ, ինչպես ենք, ուշադիր լինենք։ Ուրեմն Տեր Հիսուս Սուրբ Հոգին խոստացավ մեզի եւ այդ Սուրբ Հոգին գուքա մեզի հետ է եւ կորձեր ունի մեզի հետ կատարելիք հատկապես Հովանու ավետարանի մեջ մենք կգտնենք այն խոստումները թե Սուրբ Հոգին մեր մեջը ինչ պիտի ունի Եթե ինձ սիրում եք կբահեք իմ բադվիրանները և ես պիտի աղաչեմ հորը, որ նա մի այլ մխիթարիչ պիտի տա սեզ, որպեսզի հավիդյան սեզ հետ փնակվի։ Ճշմարտության հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեր մոտ պիտի փնակվի և ձեր մեջ պիտի լինի։
Ուրեմն ինքը նաև գշարունակե իսկ մխիթարիչը Սուրբ Հոգին, որին հայրը գուղարգի իմ անունով, նա ցեզ ամեն բան գուսուցանի եւ ցեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ցեզ։ Հիմա սիրելիներ, կարելի է որ մենք Սուրբ Հոգին չենք օգտագործում, ոչ թե կարելի է, մեծ հավանականություն է, որ այդպես է։ Նախ եկեք այսօր վրա հասկացվենք։ Ուրեմն կամ Սուրբ Հոգին չունենք մենք, կամ ալ ունենք մենք եւ չենք օգտագործում անիկա։ Եթե չենք օգտագործում անիկա, այնադեմ մի հարց է ծագում, ինչու։ Ինչու մենք մեզի դրված այդ մեծ ժառանգը չենք օգտագործում որպես քրիստոնյաներս։ Ինչու այս մեծ էներգիան, այս աստվածային դարը, որ պիտի հաջողի մեր մեջը Աստուծո կամքը եւ մեզի պիտի բարձրացնե մարդկայինեն վեր նույնիսկ, ինչպես սուրբերուն պատահել է, մենք ինչու չենք ուզում։ Գուցեմ որ մի բան այս հարցումը մարսեք, որովհետեւ ես շարունակեմ, որովհետեւ երբեմն մարդիկ հարցումը լավ չեն հասկանալ, հարցումը ճշմարտապես չեն հարցնել, հետևաբար պատասխանալ նույնիսկ դրվի իրենց չեն ընդունում։ Հոստե մեծամասնությունը մգրդված է, այդպես չէ՞։ Ովքեր մգրդված է ցերկը տեսնան։ Այո, Փառք Աստծո։ 20 տարվա մեջ մեծ գործ կդարվեր արդեն եկեղեցի մեջ, Փառք Աստծո։ Շատ լավ իմ այսքան քարոզես հետո թարն հարցումը հարցնեմ, ով Սուրբ Հոգին չէ ստացած, սերկրնա բարձրացնել, ով Սուրբ Հոգին չէ ստացած, գա այդպիսի մեկը, այս մգրդվածներուն մեջ գա մեկը, որ ելլե և ըսե, որ ես Սուրբ Հոգին չեմ ստացած, լավ, հագարակ արցնեմ, ով Սուրբ Հոգին ստացած է ցերկ բարձրացնա։ Հոստե մի բան չհասկացա ես։ Ամեն մարդ մգրդված է։ Եվ Սուրբ Հոգին չստացող չկա, բայց Սուրբ Հոգին ստացողները կես են։ Ուրեմն արդեն մենք սկիզբեն հարցը գտնենք, որ այս բաներու մեջ մենք դքետ ենք։ Այս բաներու մեջ մենք լավ գրթված չենք, թեև մգրդված ենք, թեև այդ մգրդությունը պաշտոնապես ընդունում ենք, թեև ըսկում ենք, որ Աստված մեր կյանքում գործում է, բայց մեզ համար այդ Սուրբ Հոգին ստանալը այնքան մեծ մի բան պետք է լավ, որ մենք մեր անձի հետ չենք հաշտեցնում։ Մասամբ շիդագ ասիգա, որովհետև եթե Սուրբ Հոգին ստացել ենք, եթե Սուրբ Հոգին ունենք, ապա մեր աղքատությունը ինչպես բացատրել։ Ապա մեր դխրությունը ինչպես բացատրել։ Ապա մեր անջարակությունը, մեր մեղքի հենվածությունը այսպես ինչպես բացատրել։ Եթե Սուրբ Հոգին մեզի հետ է, Սուրբ Հոգիով լեցվել ենք մենք, մգրդվել ենք, այնադեն ինչպես բացատրել մեր դակավին Աստծո ճամփաներուն մեջ երախա լինելը եւ աճելու մեծ խնդիր ունենալը։ Ես մի քիչ սեր արդյունությամբ այսօր մասին ուզեմ խոսել, խոսքերս շատ երկար չէ, չէ՞։ Չեք քնանում, արդյունեք լավ, որովհետեւ ամենեն քիչ ուզածս այն է, որ ցեզ քնացնեմ։ Եվ կամ կարելի է որ ցեզի չհետաքրքրեր այս միտը։ Ուրեմն մի անատոմիայի մի օրինակ տալ ուզեմ ցեզ։
Ուրեմն անատոմիա ինչ է գիտեք, չէ՞։ Մարդու գազմվածքը ուսումնասիրող գիտությունն է, շեմաներով, նկարներով մարդու մարմինը ցույց կտա, գրեթե ճշմարտության մոտ։ Այնքան լավ ուսումնասիրված է, որ գրեթե ամեն ինչ ներկա գիտությունը գիտե անատոմիայի մասին։ Բայց այդպես չէր ժամանակին։ Ուրեմն առաջին անատոմիայի կորձը կատարվել է Քրիստոսի առաջ 132 թվականներուն ապրած Գալեն անունով հույն գիտնականի կողմը։ Ուրեմն ինքը գծած է մարդուն ներքին օրգանները, մգանները եւ այլն։ Ուրեմն Քրիստոսան 150 տարի առաջ ուրեր է մարդը այս կորձը եւ իր կորձը գրեթե 1500 տարի առանց քննադատվելու օգտագործվել է։ Այսինքն իր մե հետո եկող բոլոր բժիշկները օգտագործել են իր քծակությունները, ինչպես է լիարդը, ուր է ստամոքսը, աղիքները ինչպես են եւ այլն։ Հետո ժամանակ ու կա 16-րդ դարուն այդ վերածնունդի շրջանին գիտությունը նոր որակ կստանա, ուրեմն կսկսին իրենք սորվելու, թե արդյոք մի նորություն կարելի է ըլլալ։ Եվ Վեզելիոս անունով մի անատոմիստ կսկսի մարդուն թիազերձել եւ նոր անատոմիայի գծակություններ հանել, զարմանում է, որ չփրներ Գալենին հետ։ Այսինքն այդ գծակություններու հետ օգտագործված չփրներ, գնմանի, բայց չփրներ։ Հետո ինքը գահացնա, որ այս փիլիսոփան իր մե առաջ 1600 տարի առաջ այն փիլիսոփան խոզի մարմինի նկարագրել է եւ 1600 տարի բժշկագիտությունը մարդու մարմին գարձելով խոզի մարմինով իրականության մեջ կորձ տեսել է։ Ուրեմն մտածեցեք, որ ամեն մարդ իր ցերկի մի բան գա, գարձա որ ասիկա մարդ է այդպես, անոր համացան գնե կորձողությունների եւ այլն, հետո մեկը գելլե որ այդպես չէ եղել։ Ուրեմն սիրելիներ, կարելի է որ մենք մեզի գսեն չէ մարդը ինչ է։ Եվ մենք ամենքս մարդը ինչ է մի խաղապար ունենք։ Հետևաբար այդ խաղապարը առնում ենք մենք մեզի ենք գիրառում, չէ՞։ Հայելի նայած ադենը մենք գիտենք թե մարդը ով է։ Մարդը այն է, որ մեզի ըսվել է։ Եվ այդ մարդու պատկեր չէ, ներողություն, բայց խոզի պատկեր է։ Այսինքն, երբեմն մենք կսենք չէ, մարդ եղիր, մարդ, բայց իրականության մենք կսենք խոզ եղիր, խոզ։ Այսինքն, մեր պատկերացումը մարդուն այնքան ցած է իրականության մեջ։ Նույնիսկ ամենեն ազնվական փիլիսոփային մտածածը։ Այսինքն, մարդու պատկերը այն չէ, որ այս գիրքը Աստծո խոսքը ներկայացնում է։ Աստծո խոսքը մարդը ներկայացնում է որպես Աստծո պատկերով շինված, Աստվածների ընտանիքին անդամ։ Իսկ մեր մարդկային ընկալումներով մենք մտածող անացուն ենք, մտածող խոս ըսեք դուքանոր։ Բոլոր գիրքերով լեցուն, բոլոր ցանկությամբ լեցուն, պատրաստ է խոշոտելու ամեն մարդ, գծնընդափեր է եւ իր ցակուկներուն նկատմամբ շատ նախանցախնդիր է, նախանցող է, բայց ուրիշներին ցակուկները գրնա ուտել։ Հետո գծերանա, մերնելեն գվախնա անասունի պես եւ հետո գմերնի, գթաղվի եւ գոչինչանա։ Այս է մարդը։ Հետևաբար այս մարմին անասունը դարբեր կմտածե մարդու մասին։ Դարբեր մտածում է իրեն համար։ Եվ մինչև որ այդ պատկերը չշտկվի մեր միտքին մեջ, թե մենք անդրադառնանք թե
ով է մարդը եւ շիդակ մարդը Աստուծո կողմէ նկարագրված մարդը մենք երբեք պիտի չցկտենք նույնիսկ աստվածանալու գործընթացին մենք երբեք պիտի չցկտենք Սուրբ Հոգիի գադարյալ շնորհքները առնել ունենալ մեր կյանքի մեջ որովհետեւ մենք արդեն որոշել ենք որ ինչ է մարդը ինչ պետք է լինի Արավոտ արդնա նախաճաշը անը որ մի կորձ ունենա տրամփերով իր հարազատներով ապահով կյանք ապրի լավ ամուսնություն ունենա մտահոգություն չունենա որ մի փույն ունենա ապրի առողջ ծերանա հետո ալ մեռնի հիմա եթե մեկը այս ծրագիրը ունի կյանքի վերաբերյալ Սուրբ Հոգին պետք չունի իր ունենալիքը մի քիչ ավելի փող է չէ այսպիսի մարդը ինչ պետք ունի Սուրբ Հոգին նույնիսկ հավատացյալ ուղղա այս անձը որովհետև ինքը ուրիշ ծրագիր չունի իր կյանքի վերաբերյալ ինչու համար Սուրբ Հոգու այդ մեծ զորությունները իրեն մեջ աշխարհի հետևաբար սիրելիներ պետք է կասկածիկ սեր մարդու սահմանում են որովհետև ինչպես սահմաներ եք մարդը հավանաբար նախ եւ առաջ դուք ձեզ սահմանար եք այդպես հավանաբար որպես հավատացյալ թուն մտածում ես որ հավատքին կորձերը բարձրապես հանգիստ ապրելու համար է եւ մեռնելուց հետո տրախտ ապահովելու համար է շատերուն համար այդ է բայց այսօր որ ես ձեզ խոսեցա այդ նյութը դարբեր է եւ մենք պետք է վերստին նայենք թե մենք ով ենք ուրեմն մեծակույն սխալը նույնիսկ որպես հավատացյալ ով է մարդը չենք գիտեր մենք գիտեք ուղղափառության մի հարց կա մենք մեր ուղղափառությունը ինչպես կճիշտենք հավատամքով այդպես չէ Հավատամքը մեր ուղղափառությունը կճիշտ է հետո եկեղեցու վարդապետությունը ինչի մասին Աստուծո մասին որովհետեւ շիդակ ճամփան կալեն բայց այդ հավատամքը մեզ չի ասում թե ով է մարդը մեզ ասում է թե ով է Աստված եւ ինչպես աշխատել է Աստված Հիսուս Քրիստոս աստվածային եւ մարդկային փնությունները ինչպես մի անձի մեջ միացուլվել են Սուրբ Հոգին ինչ է այդ բաներու մասին է խոսում հարությունը ինչպես պիտի լինի անոր մասին է խոսում բայց մարդը ինչ է մենք ուղղափառ հավատք չունենք այդ ուղղությամբ չէ անիկա գգարձենք որ ունենք բայց յուրացած չենք մարդը Աստուծո պատկերով ստեղծված է եւ Աստուծո շունչը անոր մեջն է ամեն մարդուն իսկ քրիստոնյային մեջ գա Քրիստոսեն մեզի փոխանցված Սուրբ Հոգին որ դարձնում է մեզ Քրիստոսին փոքրիկ Քրիստոսներ կդառնանք մենք քրիստոնյա անունը այցել արդեն Քրիստոսացած ասել է հետևաբար պետք է մենք մարդու վերաբերյալ շիդակ ուղղափառ գարձիկ եւ հավատք ունենանք Հիմա սիրելիներ մենք այդ եթե չենք ունենալ կսխալինք երկրորդ հարցը մենք սխալ կիմանանք Աստված ով է հարցում նաև որովհետև ընդհանրապես մեր միտքին մեջ Աստված ըսվածվանը մեզ մեջ շատ տարբեր բան ունի բայց Պողոս Արաքյալը գսե որ մենք անոր մեջ ենք կան կշրջին Ան է մեր հայրը, մեր անոր սերունդ ունենք Եվ Հիսուս մեզ սորվեցուց Աստված գոչելու հայր Որպես այդ կդարվի Աստված պետք է շատ մոդի գլա մեզ Այդպես չէ Սուրբ Հոգին ալ մեզ շատ մոդ է Բայց մենք ընդհանրապես չենք հասկանում այդ մոդիկությունը Մենք գսենք որ գամ մոդիկ չէ շատ հերու է Կամ մոդիկ է այնադեն պետք է ես
տեսնեմ շոշափելի գերբով։ Բայց սեսի մեր խոսքի սկիզբը ասած այս բանը հիշեցեք, սերքը շատ մոտ է ձեզի, սեր հոգին, բայց չեք կրնար շարժել։ Չէ՞։ Որովհետև փամը խանգարվեր է։ Եթե փամը խանգարվեր է, ուրեմն շատ մոտ կրնալալ ձեզի եւ կորց չտեսնեք։ Ուրեմն Աստված մեզի շատ մոտ է։ Դեր մուչունին փախչելի իր երեսեն, ուր որ երտանք մեզի հետ է, բայց եւ այնպես կարելի է փամը խանգարե։ Հարցումներն մեկը գա, այսպես աստվածաբանական, Աստված դժոխքում է, դժոխքի մեջ Աստված կա։ Մեր ամիջապես բնաստին չգա ջանը, դժոխքի մեջ ինչպես կրնալալ Աստված։ Բայց այնադեն դիեզերքի մեջ երկյություն գլա, չէ։ Մեկ Աստված կա դերմնալ Աստված չկա։ Բայց ինչպես կարելի անիկա։ Անիկա Աստծո սահմանումին հագարակ է, չէ։ Այնադեն Աստված ամեն դեղը չեն կարող ասել մենք։ Հա, Աստված դժոխքում մեջ արգավտ է։ Բայց ճիշտ այն հարցն է, որ Աստված հոն է, բայց դժոխքը Աստծո մեջ չէ։ Աստված հոն է, բայց դժոխքը Աստծո մեջ չէ։ Ասիկա մի քիչ դժվար է հասկանալ դերևս, բայց Աստված, ինչպես ասենք, մի տեսակ շատ լավ գույր գրնալալ, խուլ գրնալալ, խամր գրնալալ։ Եթե մարդիկ իրեն խուլ եղեր են, գույր եղեր են իր հանդեպ եւ համր եղեր են, Աստվածալ գրնա հադուցանել նույնպես։ Հետևաբար պետք է մենք սիրելիներ մեր մեջ Սուրբ Հոգին գա։ Ոստեն ամեն մարդ պետք է վստահ ընթանա։ Այս թուրեն ամեն մարդ վստահ իմանա, որ ճուրեն եւ հոգին մգրդված ենք։ Բայց եւ այնպես, քանի որ մենք մարդը լավ չենք ճանչնալու շատ միտք չունենք, մեզի շատ կփավե արդեն այս աշխարհը մեզի սովետուսերը ինչ է մարդը, հետևաբար չենք ճանչնալ Աստված որպես մեզի շատ մոտ, հետևաբար այդ պիտի չներկործե մեր մեջը գադարելավես։ Ուրեմն մեր հասկացությունները պիտի փոխվի։ Հարուստ մարդն ու մերերը եւ թուք քյդու գունենակ, որ անոր ասկագանն եք։ Սեր ասկանունու բռնում է։ Ինչ կանեք։ Այդ հարստությունից սեր բաժինը առներու ուչանակ, չէ՞։ Թադարան գտիմեք, պաստապաններ գբռնեք, որպես սեր բաժինը առնեք։ Հիմա սեր ասկանունն է քրիստոնյա։ Ժառանգագիցն է Քրիստոսին։ Բայց ասոր համար հավատք է պետք։ Եվ այդ ժառանգեն սեր բաժինը առնել ուզելն է պետք։ Անոր համար չանք թափելն է պետք։ Անոր համար հզոր ըլլալն է պետք։ Եվ Քրիստոս ինչպես փարիսեցիներուն գսե մաքսավորները եւ բորնիկները սեզնից առաջ կմտնեն Աստծո արքայության։ Եվ հետո գսե զորավորները, հզորները զորով ցերկ անցնում են Աստծո արքայությունը։ Աստծո արքայությունը ուր է։ Աստծո արքայությունը մեր մեջն է։ Երկու իմաստ ունի։ Մեր մեջն է, որպես մարդկային ընտանիք, որպես հավատացյալներ, Աստծո հավատացող, Աստված հայր գոչող ընկերություն, եւ նաեւ Աստծո արքայությունը մեր մեջն է անձնապես։ Ինչպես որ Հիսուս ասում է, երբ որ աղոթում ես, ներքին սենյակ մտիր։ Հոն քախնաբես հորդ աղոթը, հոն է Աստված, գարելի է։ Ուրեմն մենք ներքուստ Աստծո հետ գաբեր ունենք եւ այս ներս դառնալու ճամփաները պետք է գիտնանք եւ իմանանք եւ
անիգա մեզի համար ջագադակ քրական է։ Ես այդ ճամփաներն միայն մեկ հատ գուզեմ ասել ցեզի եւ այսպես փագել իմ խոսքս։ Աստված Աստծո արքայությունը իմ մեջս է, չէ՞։ Ինչպես պիտի հասնեմ անոր։ Ինչպես պիտի հասնեմ։ Գիտեք։ Ուրեմն խոսքիս սկիզբը ես ցեզի չէ։ Այսօրվա մեր թեման պիտի լիներ խոսքի եւ իրականության հագասությունը։ Խոսիլը հեշտ է, բայց իրականացնել դժվար է։ Բայց եւ այնպես կարելի չէ որ մեկ բան, ոչ մեկ բան իրականացնել նախքան ասելու։ Կարելի չէ ոչ մեկ բան մարդկային իրականացնել առանց ասելու։ Նախ եւ առաջ անունը պիտի ասես։ Երբ որ ամենեն առաջ պետք է խոսքը պիտի ասես։ Որովհետև խոսքը սիրելիներ մեզ մարդ կդարձնա։ Խոսքը մեզ Աստծո ընտանիքին մաս կդարձնա։ Մենք մեր խոսքով կսկսենք հոգիներու աշխարհին մեջ մտնել։ Խոսելով մենք արդեն քրիստոնյաներու, թևերու եւ Աստծո աշխարհին մեկ մասը կդառնանք։ Սավարգանին մենք խոսում ենք, դուք լսում եք եւ հասկանում եք ոչ թե այս աշխարհում, այլ հոգիներու աշխարհում եք այս անում։ Սեր հոգի մեջ եք անում անիկա։ Կարելի անիկա երևակայել ցեզ համար հիմա դժվար է, բայց սավարգանին սա խոսքը, որպես ցայն ֆիզիկական ցեզ հասնում է, բայց իմաստի դառնալը կգադարվի ցեր հոգի մեջ։ Հետևաբար խոսքի եւ հոգի այս առնչությունը առանց հասկանալու մենք հոգեվոր չենք գնալ դառնալ։ Ուրեմն պետք է մենք ամենեն առաջ այդ խոսքի զորությունը հասկանանք մեր հոգեվոր կյանքի մեջ եւ Սուրբ Հոգի հետ կապ հաստատելու մեջ։ Սուրբ Հոգի եւ Աստծո խոսքի միջեւ ուղղակի առնչություն ունի։ Եվ այդ երկուքը մեր սիրտում երբ որ գմիանան հաղորդակցությունը կսկսեն։ Հետևաբար պետք է խոսքը ըսենք մենք։ Շիդակ խոսքը ըսենք մենք։ Շիդակ խոսքով մոտենանք։ Այդ էլեկտրական գոճակին գողելն է, շիդակ գողելն է։ Հիմա խոսքը ինքնին մարդկային խոսքը ինքնին մեծ արժեք չունի։ Մարդկային խոսքը արժեք ունենա իր իմաստով, չէ՞։ Ասիկա քավատ կսեմ, ամենքդ կհասկնաք, չէ՞։ Մոզամբիկի մարդը կհասկնա, երբ որ քավատ կսեմ իրեն։ Ինչու՞ չհասկնար։ Հավանաբար թերևս քավատար ուրիշ մի բան ասել է իր բանին մեջ, իր լեզվին մեջ։ Ուրեմն քավատարը մեզի համար ցայն մնե դարերն, բայց մի բան կնշանակե, մի իմաստ կնշանակե։ Չէ՞։ Այդ իմաստն է, որ մենք կօգտագործենք իրականության մեջ։ Ուրեմն այսպես է սիրելիներ, Աստված բարը։ Աստված բարը մեր լեզվի մեջ մի բան է նշանակում, ուրիշ լեզվի մեջ ուրիշ բառ է անիկա։ Ուրեմն մենք այդ բառերը լավ հասկանանք, անոնց իմաստը լավ իմանանք եւ յուրացնենք։ Հավատքը այս է, ուրիշ բան չէ։ Անորամար Հիսուս ասում է, չէ, մի բան ուզում եք, երկար փարակ մի ուզեք, արդեն Աստված գիտի թե դուք ինչ եք ուզում։ Բայց նախ խնդրեցեք Աստծո արքայությունը եւ անոր արդարությունը։ Մնացյալ ամեն ինչ պիտի ավելացվի ցեզ։ Ինչ է ուզել Տեր Հիսուս, եթե այդ Աստծո արքայությունը փնտրեք։ Եվ այս արքայությունը գտնեք դուք ձեր մեջը, այնադեմ պիտի ասնաք թե ձեր բարերը որքան հզոր են եւ զորավոր են։ Բայց երբ որ այդ չեք գտնում, այնադեմ ձեր բարերը միշտ կարճ են անկնում։
երբեք իր նպատակին չէ հասնում, որովհետև դու Աստված ասում ես, բայց անոր մեջ լեցված չէ։ Դու Հիսուս Քրիստոս ես ասում, բայց անոր մեջ լեցված չէ։ Շեցեք Տեր Հիսուս կսե, չէ, մինչև հիմա իմ անունովս ոչ մեկ բան չխնդրեցիք։ Խնդրեցեք եւ պիտի կատարվի։ Չէ՞։ Հասկացա չէ այս խոսքը։ Չհասկացող մեկը գա 10 տարեկան մանուկ կհասկանա այս խոսքը։ Շատ լավ, ինչու չպատահում։ Քրիստոսը սուտ է խոսում, թե ուրիշ մի քաղնիկ կա այս ասոր մեջ։ Թերևս իմ անունովս պիտի խնդրեք խոսքը, այն է, որ թերևս մենք իր անունին թափանցած չենք, թերևս իր անունին իմաստը մենք լավ չենք հասկացած, թերևս Տեր Հիսուս սազադենը, թերևս մեր հոգի բարնակությունը այդ չէ, թերևս մենք Տեր Հիսուս կսենք, բայց այդ երբեք Տեր Հիսուսին չի հասնում, այդպես լալու է, որպես Մատթեոս 7-ին Տեր Հիսուս կսե, ինձ դեր գոչողը Աստծո արքայության մեջ պիտի չմտնե։ Այդ օրերը շատերը պիտի ասեն դեր մենք քո անունով սարին նարին եւ ես պիտի ասեմ նրանց ես ցեզ չեմ ճանաչում։ Ուրեմն սիրելիներ, այս գիշեր երկու բան սովորեցինք։ Ես խոսքս երկար ավելի չեմ ուզում, որովհետեւ ցեզ մտածելիք բավական նյութ հայթայթեցի ես, թերևս այս նյութի շուրջ մենք բոլորս մեր ամբողջ կյանքին պետք է մտածենք, Սուրբ Հոգին ստացել եք, Սուրբ Հոգին ձեր մեջն է, բայց կարելի է անկորձ մնա, անկորձունյա եւ անաստեցիկ մնա, որովհետեւ դուք պետք է ներքորձեք, եւ այդ ներքորձության արգելքն ամենն առաջ դուք ձեր սիրտը չեք ճանաչում, Սուրբ Հոգու հետ ինչպես կարելի է հարաբերվել, այդ չեք ճանաչում, հետևաբար այդ ուղղությամբ հավատք չունենք մենք։ Հետևաբար մենք մեզի չենք ճանաչում։ Մեր հոգին, մեր սիրտը ինչպես կարելի է ընկալի Աստված, չենք գիտեր։ Այդպես չէ։ Հիմա քաղաքագրթութենեն փրթած մի մարդուն դուք այս փչչային հերախոսը դակ, ինչ կրնա անել ասոյեց։ Կոճակներու հետ կխաղա, պլուս մը գզակի, գուրախանա, հետո իր վիզին կգաղե։ Ուրիշներն ցույց կտա, ինչ աղոր է, չէ՞։ Հիմա աշխարհը լեցուն է իր վիզին խաչ կախված մարդկանց հետ, չէ՞։ Բայց այդ մարդիկը չեն գիտեր խաչի զորությունը։ Կարող չեն օգտագործել այդ խաչի զորությունը։ Նախնական հապշիկներ են։ Հետևաբար մենք դեղյակ չենք աստվածային իրականություններու փուն էությունը, այդ բարերուն խորքը, իրենց գրած իմաստը դեղյակ չենք։ Եվ մեր հոգին անոնց իմաստին հետ գադարելապես ներթաշնակորեն միացած չէ։ Այսինքն մենք Աստված սազ ադենը դարբեր աստեցություն է անում, Սուրբը Աստված ասենը դարբերություն անում է։ Ինչու՞։ Ինչու՞։ Ինչու մենք աղոթում ենք բամը չի գադարվիր, բայց Եղիա մարգարեն սերքերը կբարձրանա եւ աղոթ կանում է եւ անցրև է գալիս։ Մենք նույն Եղիա մարգարեն այդ խոսքերը առնենք, մենք գրտնենք, անցրև գալիս է։ Գրակ գալիս է։ Ինչու՞։ Ուրեմն Տեր Հիսուս կսե որ իմ անունովս ինչ պիտի խնդրեք, պիտի առնեք եւ որը շատ մարդիկ կառնեն, բայց շատ մարդիկ չեն առնում։ Ինչու՞։ Նույն բառը չէ, նույն խոսքը չէ, խոնալ մի տեսակ հավատք չկա։ Ուրեմն մի բան մենք բագաս ենք անում։ Մենք մեր կորձածած, օգտագործած հոգևոր բառերու, նախատասություններու փուն իմաստը չենք թափանցած։ Մեր հոգին հետ անոնք չեն միացած։ Ինչպես պիտի միացնենք, ասիկա ուրիշ խոշոր մի թեմա է, այս գիշեր չեմ գնալ մտնել, եթե ոչ անգոյին գտնեք, այսպես գտնանակ։ Եվ դակացավ հոստերը նաև, չէ, բայց եւ այնպես ես աղոթում եմ եւ մաղթում, որ Սուրբ Հոգին մեր վրա իրապես ներքորձե։ Եվ մենք արդոնենք
եւ կորցակցինք անոր հետ, որպես այդ մեծ հարստության դեր դառնանք, այն մուրացկանին մեզ չլանք, որ իր անգոյննդագը տրամները ծիծված է, բայց ինքը աղքատության, թշպախտության, դժվարության, հիվանդության մեջ սատգում է։ Այնպես որ մենք այդպես չսատգինք, որպես հավատացյալներ, հարուստ Աստուծո մեզ դվածներով, բայց երբեք հոգ չէ։ Մեր միակ ուզածը մեր գործերը լավ ընթանան, առողջությունը մեր լավ լա, այնքանը մեզ կփավե։ Եթե քեզ կփավե, թող փավե, բայց այն անձերը, որոնք Աստվածային արգացախնդրություն ապիր գուսեն, այն ադամ պետք է շատ լավ մտածեն այսօր ես ինչ խոսեցա եւ այդ խոսքերը իրապես պետք է խորապես պետք է թափանցին մեր ներսը եւ շարժման անցնեն։ Մենք աբաշխարանքի պետք ունենք, ոչ թե այն աբաշխարանքի, որ մեղքի համար է, այլ աբաշխարանքի պետք ունենք, ով դեր ասենք մենք քու մեծի դվածները չենք օգտագործում, ներիր մեզ է։ Ներիր մեզ է, որ Սուրբ Հոգին չենք օգտագործում, ավելին չենք ուզում, չենք ուզում քու մեջիդ ավելը մտնելու, վախենում ենք հավատացյալ գոչվելուց, վախենում ենք եկեղեցիկացող տեսնվելուց, վախենում ենք սատանաներից, վախենում ենք, որովհետև եթե խորանանք չենք ուզում, ներիր մեզ անոր համար, որովհետև իրապես մի օր շատ պիտի զղջանք, որ այս մեծ քանցը մեր ձեռքին է եւ չենք օգտագործում։ Այնպես որ եկեք այդ սուությունից փրկվենք, Սուրբ Հոգին եկել է մինչև մեր թուրը եւ թագում է, ներս մտնել է ուզում, եթե ներս մտնե, էլեկտրականության պես ամիջապես լույս պիտի լինի։ Այնպես որ դերը այս իմաստությունը դա մեր բոլորին դերը օրհնի ցես։